Բարև ձեզ, եթերում Զեփյուռ ռադիոն եմ, ես Մարիամ Գևորգյանն եմ, կկարդամ Նվարդ Թումանյանի հուշերից։ Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթության ու զրույցին անձնական շփումների ավելի մեծ տեղ է տալիս, քան դպրոցին։ Հաճախ ասում էր. «Մեր տունը ձեզ համալսարան»։ Եվ իրոք մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով։ Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ։ Ասում էր. «Ամենից շատ ինձ բարկացնում է մարդու անճաշակ լինելը։ Ամենագլխավորը կյանքում ճաշակն է, ճաշակը կյանքի բույրն է։ Հսկող աչք է, սիրող ձեռք և գդառած սիրտ։ Ղազարող Սաղայանը և Պեչ Պրոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով։ Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել։ Մի կիրակի օր առավոտյանը Պրոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այն օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ։ Թումանյանը Պրոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղազար Սաղայանը գալիս է։ Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են։ Հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով։ Տեսություն։